Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 12-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ և Չինաստանը Ժնևում կայացած բանակցություններից հետո համաձայնության են եկել փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը 90 օրով։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ և Չինաստանի կառավարությունները, ճանաչելով իրենց երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների կարևորությունը երկու երկրների և համաշխարհային տնտեսության համար, ճանաչելով կայուն երկարաժամկետ և փոխշահավետ տնտեսական և առևտրային հարաբերությունների կարևորությունը և առաջ շարժվելով փոխադարձ բաց լինելու, շարունակական հաղորդակցության, համագործակցության և փոխադարձ հարգանքի ոճով, պարտավորվում են մինչև 2025 թվականի մայիսի 14-ը ձեռնարկել մի շարք գործողություններ, որի արդյունքը տենց մանրամասը կետ առ կետ գրված է, չասեմ ուղղակի ըստ այն ԱՄՆ-ն չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը 145%-ից կնվազեցնի մինչև 30%, Չինաստանն ամերիկյան ապրանքների ներկրման մաքսատուրքերը 125%-ից կնվազեցնի մինչև 10%։ Այս ռեժիմը կգործի մայիսի 14-ից սկսած 90 օր։ Իհարկե սա շատ ուրախալի լուր է, շատ մեծ հաջողություն համաշխարհային տնտեսության համար, դուք կարդացիք Սպիտակ տան հաղորդագրության մեջ ինչքան են կարևորել ոչ միայն երկու երկրների համար, այլև համաշխարհային տնտեսության համար, միանգամից հարցածագում, բա այդ համաշխարհային տնտեսության հայրիկն ինչու եք ուզում անըծեիք, որպեսզի Չինաստանին պարտադրեիք ինչ-որ մի բան, Չինաստանն էլ չպարտադրվեց, գնաց կոնտրքայլի և արդյունքում տեսաք, որ դա ինչի կհանգեցնի և հիմա վերանայեցիք։ Իհարկե շատ ուրախ ենք, որ վերանայել են, թող մեր մտահոգությունը մենակ մնա, որ էս ինչա կատարվում, բայց այնուամենայնիվ հնարավոր չի, որ դու նկատես մի սխալ և չարտահայտվես, իմաստը որն է, որովհետև հասկանաս ինչ է կատարվում։ Մարդիկ մտածում են իրենց կյանքն են պլանավորում, իսկ դուք պատկերացրեք հիմա, եթե հանկարծ մարդիկ հավատային Դոնալդ Տրամփի հայտարարությանը, իսկ տնտեսությունը կայունություն է սիրում, բիզնեսը, փողը կայունություն է սիրում, և մտածեին բերեք տեղական արտադրությունը զարգացնենք, որպեսզի կոմպենսացնենք չինական ապրանքների բացը, որ մի բան, որ ասել ենք բացառվում է, դա անհնարին է։ Այդ դեպքում, եթե այդ մարդիկ հանկարծ մի հրաշքով արդեն ներդրումները արածլնեին և մեկ էլ հիմա համաձայնության եք գալի դադարեցնելու, այդ մարդկանց վիճակը պատկերացնում եք, ընդհանրապես տնտեսվարողի վիճակը պատկերացնում եք, այս վայրիվերումները ինչպիսի անվստահություն է առաջացնում։ Դե բարեբախտաբար համարենք, որ այս 90 օրը նաև շարունակություն կունենա, այսինքն համարենք, որ այդ արհավիրքը շրջանցեցինք, որովհետև Դոնալդ Տրամփը այն հանդուգն ձևով, որ ամբողջ աշխարհին ասեց, տեսեք ձեզ ինչ եմ անելու, դուք բոլորը թալանել եք Ամերիկան եւ այլ, դրա մասին ամեն օր խոսել ենք, մանրամասը չկրկնեմ, որովհետև հազիվ ուրախ լուր ունենք, էլի, միանգամից ուղղակի ասենք, որ ինչի մեջով անցանք եւ այդ համաշխարհային տնտեսության հետ կապված ինչ վտանգներ կարող է լինել։ Եվ այո, առաջին հերթին Միացյալ Նահանգների համար։ Եվ եթե Դոնալդ Տրամփը այնուամենայնիվ ընդունեց, որ այդ ճանապարհը ճիշտ ճանապարհ չէ եւ հետ կանգնեց, բնական բան է, մեզ համար շատ դրական է եւ շատ ուրախալի։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտն ասել է, որ ԱՄՆ զգալի առաջընթաց է գրանցել Վաշինգտոնի և Պեկինի միջև շատ կարևոր առևտրային բանակցություններում։ ԱՄՆ ֆինանսների նախարարն ընդգծել է, որ ոչ Վաշինգտոնը, ոչ Պեկինը չեն ցանկանում խզել երկրների միջև տնտեսական հարաբերությունները, իսկ ինչ է ասել Դոնալդ Տրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է. Հեռախոսազրույց կանցկացնեմ Չինաստանի ղեկավար Սի Ձինպինի հետ, հնարավոր է, որ այս շաբաթվա վերջում, ասել է ԱՄՆ նախագահը մեկնաբանելով ԱՄՆ և Չինաստանի միջև առևտրային ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները։ ԱՄՆ և Չինաստանի միջև հարաբերությունները շատ լավն են, մենք չենք ցանկանում վնաս հասցնել Չինաստանին, ասել է Դոնալդ Տրամփը։ Գիտեք ինչքանն է ինձ խանգարում, որ հիշողությունից վատ չեմ։ Ինչ որ Չինաստանին համարում էր իր թիվ 1 թշնամիի, Չինաստանի դեմ պայքարելու համար անգամ ասում էր, որ մենք այդքան ռեսուրս չենք կարող ծախսել Եվրոպայի համար, մենք պետք է հետ քաշվենք, մեր ուժերը կենտրոնացնենք Չինաստանի դեմ։ Այդ կոմունիստական վարչակազմի վերջը պետք է տանք։ Այս պետք է անենք բոլոր տեղերը պետք է մենք մեկուսացնենք Չինաստանին։
Եվ հիմա պարզվեց, որ Չինաստանը բարեկամ երկիր է, մի օրում բարեկամ իհարկե չդարձավ, նաև այս հայտարարությունով չդարձավ, բայց մի բան ակնհայտ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունենալով շատ մեծ առավելություններ աշխարհում, ինչ ես մտնում մի պայքարի մեջ, որտեղ դու առավելությունդ այդքան մեծ չի, այդ մրցակցության պարագայում Չինաստանի մրցակցային առավելությունը ավելի մեծ է, որովհետև ինքը ավտորիտար ռեժիմ է, ինքը կարողանա իր արտադրողին զսպի։ Եվ վերջո այդ արտադրողը պետք է արտահանի եկամուտ ստանա, հասկացանք, պրոբլեմ կունենա ինչ-որ մի ժամանակ, մինչև այդ ապրանքը գնա փողը գա։ Բայց այդ պարագայում այդ պակաս ապրանքը, որը չի մտնի Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկա, դա կառաջացնի շատ լուրջ պրոբլեմներ։ Բարեբախտաբար դա գիտակցեցին Դոնալդ Տրամփի աշխատակազմի մարդիկ, եթե իհարկե որևէ մեկի խորհուրդը լսում է։ Եվ ունենք փաստ, որ ուրախալի է, որ այս համագործակցությունը ձեռքաբերվել։ Եվ այն, որը որ այնուամենայնիվ ես որ ասեմ անհույզ լավատես եմ, որ պետք է հասնել այնուամենայնիվ նրան, որ Ռուսաստանի ազդեցությունը փոքրացնելու գնով Չինաստանի հետ հարաբերությունները կարգալ, որտեղ մտածել, որ Ռուսաստանին քաշենք մեր կողմ պոկենք Չինաստանից, դրա մասին այնքան ենք խոսել, որ ուղղակի դա բացառվում էր անհնարին բաներ, առավել ևս հրապարակային հայտարարել, թե դուք ինչ մտադրություններ ունեք։ Եվ հիմա եթե գնան այն ճանապարհով, որ Չինաստանի հետ հարաբերությունը կարգավորեն եւ այդ ռեգիոնը Չինաստանին թողեն, ասեն, էտել դու այնտեղ շատ լավ էլ կարող ես կազմակերպել, որպես գործընկեր պետություն, որտեղ ընդհանրապես Միացյալ Նահանգները Չինաստանի հետ խնդիր չպետք է ունենա, օբյեկտիվորեն, եթե խաղից դուրս գա Ռուսաստանը, բայց առայժմ դեռ իրանք ի վիճակի չեն Ռուսաստանին խաղից անել, բայց քանի Ռուսաստանին չես անել, Չինաստանին չես փոկի Ռուսաստանից։ Իսկ եթե Ռուսաստանին խաղից անես, Չինաստանը ինչի պետք է առճակատման գնա Ամերիկայից, իմաստը որն է, խաղից անած Ռուսաստանից տարածքներ կվերցնի, ազդեցություններ կվերցնի, լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերը։ Եվ ինչ որ կար ժամանակ հետո կասի Տայվանն է սկուտեղի վրա տվեք ինձ, դրա փոխարեն եկեք իր հետ բան պայմանավորենք։ Ինչի մասին է խոսքը։ Սա է Չինաստանի հետ հարաբերություն կարգավորելու ճանապարհը։ Ոչ մի պարագայում Չինաստանի հետ առճակատումը չի տանի հաջողության։ Բարեբախտաբար դրա համար այսքան օր էր պետք, որպեսզի նման հայտարարություն մենք լսեինք։ Շատ դրական եմ գնահատում այդ իրավիճակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը գրել է, իսկ հիմա նաև ուկրաինական պատերազմը, որը շատ ավելի կարևոր է աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված, ես ինչի սկսեցի մաքսային պատերազմով, որովհետև համաշխարհային տնտեսության համար այն վտանգը, որը կարող է ներկայացներ առճակատումը Չինաստանի եւ Միացյալ Նահանգների, դա պետք չի իրենց անտեսել, էլի, դա հնարավոր չէր անտեսել։ Եվ դրա համար դա կարող է շատ լուրջ ցնցումների առաջ կանգնեցնել։ Իսկ հիմա մի շատ կարևոր իրավիճակի մասին խոսենք, որ Ռուսաստանի նախագահը առաջարկեց գնալ զինադադարի Ստամբուլում, հիմա այդ ընթացքում ինչպիսի վերաբերմունք կա եւ որքանով են կողմերը մոտ այդ հաշտությանը եւ ինչ օրենքներով եւ ինչ պայմանավորվածությամբ, որով կախված է ինչ տեսք ունենա նոր աշխարհակարգը, որից կախված է ինչ տեսք ունենա Հայաստանն ու տարածաշրջանը, ոչ միայն աշխարհը։ Մենք պակաս հետաքրքրված չենք, թե ինչա կատարվում այդ ֆրոնտում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը գրել է. Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում Ուկրաինայի հետ հրադադար հաստատել, բայց ցանկանում է 5-շաբթի հանդիպել Թուրքիայում քննարկելու արյունալի սպանդի հնարավոր ավարտը։ Տրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին։ Իդեպ Տրամփը չի էլ հավատում, որ Ուկրաինան էր պատրաստ, Ուկրաինան էլ փաստի առաջ կանգնացրեց, լավ իմաստով իհարկե, որ այսինքն ես պատրաստ եմ գնալ այդ բանակցությունին, եթե Դոնալդ Տրամփը գտնում է, որ այո, ես այնուամենայնիվ գնալու եմ, համաձայն եմ, նույնիսկ եթե հրադադարը դեռ նախապայման ընդունված չէ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ անհապաղ բանակցություններ սկսելու Դոնալդ Տրամփի կոչից հետո հայտարարել է, որ 5-շաբթի օրը Պուտինին անձամբ կսպասի Ստամբուլում։ Վաղվանից մենք ակնկալում ենք զինադադար ամբողջական եւ տևական, որը դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը կապահովի։ Հուսով եմ, որ այս անգամ ռուսները պատճառներ չեն փնտրի, թե ինչու չեն կարող, գրել է Ուկրաինայի նախագահը, բայց հիմա տեսնենք եվրոպական ակտիվությունը այս ուղղությամբ։ Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կորնելիուսը հայտարարել է.
Եվրամիության անդամ երկրները կսկսեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստել, եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարի։ Ժամանակը սպառնում է, մենք դեռ 12 ժամ ունենք, սպառվում է ներողություն։ Մինչև օրվա ավարտը, եւ եթե մինչ այդ հրադադար չհաստատվի, եվրոպական կողմը կսկսի պատրաստվել պատժամիջոցներին։ Ստեֆան Կորնելյուսը հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր բանակցություններին։ Այսինքն Գերմանիան անգամ պատրաստ է անձամբ մասնակցել այդ բանակցություններին։ Հիմա նայենք շարունակությունը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համաձայնվել մայիսի 12-ից կրակի դադարեցման հետ։ Եթե ռուսական կողմը հիմա պատրաստակամություն է ցուցաբերում բանակցությունների, դա լավ նշան է, սակայն դա ակնհայտորեն բավարար չէ, հայտարարել է Մերցը։ Գերմանիայի կանցլերի խոսքով Մոսկվայի համաձայնությունը լռության ռեժիմին միակ ճանապարհն է իրական բանակցությունների հնարավորությունը ստեղծելու համար։ Սկզբում զենքը պետք է լռի եւ միայն դրանից հետո կարելի է բանակցություններ սկսել։ Իդեպ նման ձևակերպմամբ, գրեթե կրկնվող ձևակերպմամբ հանդես եկավ երեք նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Իսկ հիմա տեսնենք Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքը, որովհետև հիմա ոնց որ թվում է բավական մոտ են հանգուցալուծմանը։ Բլումբերգի տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը խոստացել է եվրոպական առաջնորդներին պաշտպանել իրենց վերջնագիրը Պուտինին եւ կիրառել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, եթե պուտինյան ռեժիմը կհրաժարվի 30-օրյա հրադադարից։ Բայց նաև Դոնալդ Տրամպը իր վերաբերմունքն ունի դրա հետ կապված, որ մտածելով, որ գուցե կհասնեն հանգուցալուծման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը շատ կարևոր է անվանել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հանդիպումը, որը տեղի կունենա Ստամբուլում մայիսի 15-ին։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ ինքը մտածում է Ստամբուլ թռչելու եւ այդ բանակցություններին ներկա գտնվելու մասին։ Իհարկե շատ տարօրինակ է, ահավոր տարօրինակ է, որ Դոնալդ Տրամպը ինքը դեռ վստահություն չունենալով, որ այդ բանակցությունների արդյունքում ձեռք կբերվի համաձայնություն, ինքը ասում է պատրաստ եմ անձամբ մասնակցել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը երևի պետք է մի փոքր տեղյակ լինի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագահի մակարդակով բանակցության սեղանին չի նստում, եթե այլևս համաձայնություն ձեռք բերված չի։ Որտեւ ինքը ասում է, եթե ես նստեցի, թուղթը պետքա ստորագրվի։ Քանի դեռ պատրաստ չեք թուղթ ստորագրել, ես այդտեղ անելիք չունեմ։ Եթե նույնիսկ միջնորդի, եթե նույնիսկ հարթակ տրամադրի, եթե նույնիսկ ճնշում գործադրի, Ամերիկայի նախագահը նստում է սեղանին, եթե ձեռքաբերվում պայմանավորվածություն, որտեղ իր նստելու պարագայում չի կարող լինել, որ մեկը մեկի վրա գորգոռա եւ մեկը մեկի վրա ջուր շփվի կամ մեկը մեկին ապտակի։ Այդ իհարկե պատկերավոր եմ ասում, որ պատկերացրեք, որ նստեց նախագահը, պիտի դեմը նստեն եւ այդ թուղթը ստորագրեն։ Եվ քանի օրինակ է պետք դրա համար բերենք։ Իհարկե, եթե Դոնալդ Տրամպը ձգտում է հավակնում է դառնալ խաղաղության Նոբելյան մրցանակակիր, իհարկե կարող է խաղաղության ձգտել բոլոր ուղղություններով, ենթադրենք ուկրաինական պատերազմը դադարեցնելու, ենթադրենք Իրանի հետ խաղաղ կարգավորման լուծում գտնելու, ենթադրենք Մերձավոր Արևելքում լինի Աֆղանստան, ներողություն, Հնդկաստան, Պակիստան, այդ բոլորը խաղաղացնելու։ Իհարկե հասկանում եմ, որ այդ ակտիվ ձևով բոլորը ցանկանում է, բայց խաղաղության Նոբելյան մրցանակի կտրվում է մի հոգու մեկ նոմինացիայով։ Դա Օսկարի մրցանակաբաշխություն չի, որ տան Օսկարի մրցանակ մի հատ տան լավագույն դերի համար, մի հատ տան լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, մի հատ լավագույն երկրորդական դերի համար։ Նոմինացիան մի հատ է, այսինքն Դոնալդ Տրամպը ինչքան է ջանքեր գործադրի, այդ խաղաղության մրցանակը մի հատ է։ Բայց եթե ինքը դրա համար է ցանկանում անել, այսպիսի ակտիվություն հանդես բերելը դրան չի օգնելու, որովհետև ինչի է Նոբելյան մրցանակը հիշեցի, որովհետև նախագահի մերձ քաղաքային առանձնատանը, երբ որ հանդիպում եղավ Քեյմփ Դեյվիդում 1978 թվականին Ամերիկայի 38-րդ նախագահի
Ջիմի Քարտերի բարձր հովանու ներքո, այդ ժամանակ ստորագրվեց երկու համաձայնագիր, բայց պայմանագիրը խաղաղության չստորագրվեց Իսրայելի եւ Եգիպտոսի միջև դա առաջի արաբական պետություններ, որին փորձեցին փոկել եւ նստացնել Իսրայելի հետ բանակցությունների տևական արաբա-իսրայելական պատերազմից հետո։ Եվ այդ երկու համաձայնագիրը ստորագրելու առիթով, որ դա տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձր հովանու ներքո, Իսրայելի կողմից մասնակցում էր վարչապետ Մենահեմ Բեգինը, Եգիպտոսի կողմից մասնակցում էր Անվար Սադաթը։ Երկուսն էլ ստացան Նոբելյան մրցանակ 78 թվականին այդ Քեյփ Դեվիդյան խաղաղության համաձայնագրերի համար։ Իսկ պայմանագիրը ստորագրվել է 79 թվականին Վաշինգտոնում, այսինքն արդեն Նոբելյան մրցանակը տվել է։ Իսկ Ջիմի Քարտերը պատմության մեջ նախագահների աչքի ընկավ նրանով, որ իր պաշտոնավարումից հետո է ստացել ինքը Նոբելյան մրցանակ, այսինքն ինքը 81 թվականին ավել պաշտոնաթողությունից հետո ավարտել է իր նախագահի լիազորությունները, բայց 2002 թվականին ստացել խաղաղության Նոբելյան մրցանակ հենց այդ Քեյփ Դեվիդյան խաղաղության գործընթացի համար։ Այսինքն այդ աշճանի կարևորվել է, թե դա ինչ խնդիր բերեց խաղաղության։ Մի ուրիշ բան էլ ասեմ, որ անպայման չի Նոբելյան մրցանակով ավարտվեր, երբ որ երկրորդ արաբական երկրին Ամերիկայի Միացյալ Նահանգները նստացրեց բանակցային սեղանի շուրջ, այդ ժամանակ արդեն Իսրայելն էր եւ Հորդանանն էր։ Այդ ժամանակ արդեն Բիլ Քլինտոնն էր միջնորդը, որի պարագայում նախագահի պարագայում հենց ձեռք բերվեց պայմանավորվածություն եւ պայմանագիրը ստորագրվեց Իսրայելի կողմից վարչապետ Իցհակ Ռաբինը, իսկ Հորդանանի կողմից այս Աբդալլա թագավորի հայրը Հուսեյն իբն Տալալը։ Ինչի եմ ասում, որ Դոնալդ Տրամպը պետք է որ այդ մասին իմանար եւ եթե հարցը կարգավորված չի, ինքը չգնար։ Իսկ եթե Ամերիկայի միջնորդությամբ ուզում են հարցը կարգավորեն, դրան էլ լուծում կա։ Այդ լուծումն էլ եղել է, երբ որ Բոսնիա-Հերցեգովինայի հետ կապված խնդիրը փորձում էին լուծել, եւ սերբերին ու խորվաթներին բերեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների Դեյթոնյան ռազմաբազա, ռազմաօդային ուժերի բազան, ավիացիոն բազան մտցրեցին, ասին հոձեր ձեռը կրակը չենք ընկել, մինչև թուղթը չստորագրեք, ստեղից դուրս չեք գա։ Խորվաթիայի կողմից Թուջմանն էր, Սերբիայի կողմից էլ Միլոշևիչն էր։ Հա, ինչի համար եմ ասում, եթե Ամերիկան պարտադրում է ավիաբազայում, պարտադրում է այդպես դուրը փակում, ասում է չստորագրեք դուս չեք գա։ Ամերիկայում պարտադրանքը չի լինում նախագահի մասնակցությամբ նստել բանակցություն քննարկել։ Գնա Ստամբուլ, ինչ ես անելու, գլուխը մտցնելու ես կողես Բոսֆորի ջրերը, ինչ ես անելու, եթե չստորագրեցին։ Ինչ ոնց ես պարտավորեցնելու։ Դրա համար ժողովուրդ ջան, ուզում եմ ասեմ, որ Դոնալդ Տրամպի այս հայտարարությունը, եթե կողքը հավաքված մարդկանց խորհուրդը լսում է, իսկ կողքի հավաքված մարդիկ որևէ փորձառություն ունեն, իրան պետք է զգուշացնեն, որ ոչ մի պարագայում Ստամբուլ չգնաս, եթե թեկուզ մի տոկոս կասկածում ես, որ համաձայնություն ձեռք չի բերվելու։ Իսկ այդ իրանց կողմերի կարծիքները տրամագծորեն հեռու են իրար հետ։ Երկուսն էլ ցանկանում են խաղաղություն, բայց ինչ գնով։ Իսկ այդ գինը կամ պարտադրանքն է, որ այսօր Տրամպը չի հասել դրան։ Այո, երկու կողմն չի ցանկանում Ամերիկային նեղացնի, բայց արդյոք երկու կողմը ցանկանում է կապիտուլյացիայի գնալ, ոչ։ Արդյոք այս երկուսի կողմերը այնքան մոտ են տեսակետները, որ հնարավոր է Ստամբուլում համաձայնության գալ, Տրամպն էլ ասի տեսակ ոնց ես հասա դրան։ Ոչ, ժողովուրդ ջան, այդ մակարդակի հասած չի։ Դրա համար կուզենամ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ծանր իր տեղը նստի եւ Ստամբուլ չգնա, եթե չգիտի, որ այնտեղ պետքա ստորագրեն։ Չգիտեմ, եթե իմ խորհուրդը կլսի, չի գնա, դե հիմա չգիտեմ ումը կլսի։ Իսկ հիմա տեսնենք Ռուսաստանն ինչ է ասում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է արևմուտքի պահանջը, որը Կրեմլը պետք է համաձայնվի Ուկրաինայում 30-օրյա հրադադարին։ Վերջնագրերի լեզուն անընդունելի է Ռուսաստանի համար։ Դուք չեք կարող Ռուսաստանի հետ նման լեզվով խոսել, ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։
Այսինքն սա էլ վերաբերմունքը Ռուսաստանի, որտեղ իրանք մինչև գնալը դրել են որոշակի նախապայմաններ, այսինքն չի կարող եվրոպական զորքը լինի այնտեղ, ՆԱՏՕ-ի զորքը լինի այնտեղ, այն տարածքները, որը վերցրել են, պետք է մնա իրանց, մի խոսքով բոլորը չթվարկենք, դու գիտեք այդ նախապայմանները, եւ նաեւ գիտեք Ուկրաինայի նախապայմանները, որ ասում են որևէ պարագայում ես չեմ կարող օկուպացված տարածքները ճանաչեմ որպես Ռուսաստանի տարածք։ Նախ լիազորություն չունի նախագահան, դա կարող է որոշել միայն հանրակրվեով տարածքային փոփոխությունը։ Նախագահան նման լիազորություն ուղղակի չունի, այսինքն ակնկալել, որ կարող է Զելենսկին Ստամբուլում մայիսի 15-ին նման որոշում ընդունի, դա նույնիսկ աբսուրդ է։ Իսկ եթե Զելենսկին այդ որոշումը չի ընդունելու, վերջնական համաձայնություն լինել չի կարող։ Եթե վերջնական համաձայնություն լինել չի կարող, Տրամպը այնտեղ անելիք չունի։ Այդ ուղղակի իմ կարծիքը։ Իսկ հիմա նայենք, որպեսզի պատկերացնենք Չինաստանի հետ կապված, այն Չինաստանի, որը եկել էր մայիսի 9-ին Մոսկվա, այն Չինաստանի, որ լավ էլ ոչ թե եկել էր նրա համար, որ Պուտինին ցույց տա, Պուտինը այնքան խաթր ունի, որ կանչել էր Սի Ցինպինին, չէ, ինքը եկել էր իր տարածքները ուսումնասիրելու։ Նա այդ շքերթում դրության տերն էր։ Զորահանդեսի հրամանատարն էր, ոչ թե եկել էր ինքը որպես հյուր։ Հյուրը այդտեղ Պուտինն էր, ժողովուրդ ջան։ Դրա համար, եթե որևէ մեկը մտածում է, որ այդ ժեստից հետո Չինաստանը պետք է հալվեր Պուտինի հետ կապված, դա ամենևին այդպես չի, որովհետև Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Չինաստանը պաշտպանում է Ուկրաինայում 30-օրյա հրադադար սահմանելու Ուկրաինայի Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի նախաձեռնությունը։ Ուշադիր, Ռուսաստանը դեմ է 30-օրյա զինադադարին, ասում ամբողջական եկեք նստենք խոսանք։ Մենք չենք դադարացնելու նոր բանակցության նստենք չի լինելու դա։ Իսկ Չինաստանը կարող էր նաև ասել, չէ, օրինակ կարող եք ընդունել Ռուսաստանի պայմանը, նստեք բանակցության սեղանին որոշեք։ Այսինքն իր հայտարարությունը ինքը ընդգծված ձևով ասում է, որ ինքը սատարում է խաղաղությունը, բայց սատարում է Ամերիկայի, եվրոպական երկրների, արևմտյան երկրների եւ Ուկրաինայի տեսակետը խաղաղություն 30 օրով նոր զինադադար։ Կապ չունի Չինաստանի հետ ասածը Ռուսաստանը կընդունի թե չէ։ Նա ուղղակի ցույց տվեց իր վերաբերմունքը ում կողմն է, եւ դա, ինչպես տեսնում եք, մաքսային պատերազմների ֆոնին։ Մենք աջակցում ենք խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին եւ հուսով ենք, որ համապատասխան կողմերը կշարունակեն հասնել արդար, ամուր եւ պարտադիր խաղաղության համաձայնագրի, որն ընդունել է բոլոր կողմերի համար, երկխոսության եւ բանակցությունների միջոցով եւ ի վերջո կհասնեն ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծմանը, հայտարարել է Լինցյանը, այսինքն իրենց պաշտոնական ներկայացուցիչը։ Այնպես որ այս ուղղությամբ էլ մենք շատ ուշադրությամբ կհետևենք զարգացումներին, որովհետեւ ակնհայտորեն դա ավելի շատ հետաքրքրում է մեզ։ Երբ որ ուկրաինական պատերազմը սկսած օրվանից գրեթե ամեն օրյա ռեժիմով ես ուսումնասիրել եմ եւ մարդկանց ներկայացրել ու անգամ երբեք քաղաքական է ռազմական քրոնիկային առանձնապես չեմ անդրադարձել, մեկը մի կիլոմետր առաջ եկավ, մեկը հետ գնաց կամ ինչ եղավ։ Ես հիմնական դրան տվել եմ այդ պատերազմի զուտ քաղաքական գնահատական, ինչ սպասենք, որտեղ այդ պատերազմի լուծումը քաղաքական է լինելու եւ մշտապես խոսել ենք պատերազմը դադարել կապ չունի, որ մինչեւ վերջի միլիմետրը ազատագրես, որովհետև քաղաքական որոշման արդյունքում է պատերազմը դադարեցնում։ Քանի անգամ նաև օրինակ եմ բերել, ինչա Վիետնամում եկել են Ամերիկան գրավել էին, որ պատերազմը դադարեցրեց Ամերիկան, թե Աֆղանստանը եկել խորհրդային միությունն էր գրավել, որ խորհրդային միությունը դադարեցնեց, թե Աֆղանստանն եկել էր Ամերիկան էր գրավել, որ Ամերիկան դուրս եկավ Աֆղանստանից։ Այսինքն պատերազմը քաղաքական որոշման արդյունքում է դադարում։ Այնպես որ ուշադրությամբ կհետևենք ինչ է կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտնել է, որ պատրաստում է ստորագրել հրամանագիր, որը կտրուկ կիչեցնի դեղերի արժեքը։ Ես կստորագրեմ մեր երկրի պատմության ամենակարևոր հրամանագրերից մեկը։ Դեղատոմսով դեղերի եւ դեղագործական արտադրանքի գները գրեթե անմիջապես կնվազեն 30-ից 80%-ով, գրել է Տրամպը, հավելելով, որ այս քայլով ԱՄՆ-ն դեղերի համար կվճարի նույն արժեքը, ինչ աշխարհում ամենացածր գին վճարող երկիրը։ Իհարկե դնում եմ մի կողմ,
որ կարող է սա բախվի իրավական գործընթացի, որ դատական համակարգն ասի դու այդպիսի լիազորություն չունես։ Դնում եմ մի կողմ, որ կարող է կոնգրեսը դեմ լինի այս ծավալի լիազորության հարցին նախագահի, որը որ պետք է կոնգրեսով անցնի։ Բայց դու դա էլ եմ մի կողմ դնում, համարենք, որ երկու կողմն էլ նախագահին աջակցում է այդ հարցում, բայց նախագահը այս քայլով Ամերիկայի բախվելու է տնտեսական օրենքներին։ Սա անհամեմատ ավելի ծանր ազդեցություն ունի, քան դատական համակարգը, քան անգամ կոնգրեսի որոշումները, որովհետև որքանով է սա կյանքի կոչվելու այս ծավալներով։ Մի հատ հասկանանք։ Կարող է շատ լավ հնչում։ Բերեք 30-ից 80% նվազեցնենք։ Այո, դրա մասին դեմոկրատներն էլ էին խոսում։ Հիմա Դոնալդ Թրամփը սա անելով կարող է ցույց տա, որ դեմոկրատների նախաձեռնություն անողեիք անեիք, տեսակ ես արեցի, բայց արդյոք կկարողանաս անես։ Եվ ինչ է նշանակում դեղերի գները այնքան իջացնենք, որ լինի ամենացածր գնով վաճառվող դեղերի գնին հավասարվի աշխարհի տարբեր երկրներում։ Ավելի ծավալուն է ինքը դա բացատրել, ես այդ ամբողջը ձեզ համար չկարդամ, որովհետև հիմնավորումը ավելի կարևոր է։ Այո, սա զուտ պոպուլիստական հայտարարությունը իր տակ տնտեսական հիմք չկա։ Այդ դրա պատճառով կարող է լուրջ դժվարություններ առաջանա։ Եթե կարող ես դեղերի գինը էժանացնել, շատ լավ է։ Կարգավորել, բայց ոչ որակի հաշվին։ Որտեղ 21-րդ դարում 2025 թվականին դեղի գինը իջնի որակի հաշվին կամ սպասարկման ինչ-որ խնդիրների հաշվին, բա ոնց է առաջ գնալու։ Այսինքն դա չի քննարկվում։ Ինչ առաջավոր տեխնիկա, տեխնոլոգիա կանես, արհեստական ինտելեկտ կօգտագործես, ինչ կանես, ինչ չես անի, դեղի գինը կկարողանաս իջացնել, շատ լավ է։ Փնթի ծախսեր եւ այլ անկազմակերպվածության հետ կապված այդ գները կհանես, շատ լավ է։ Բայց դու չես կարող Ամերիկայի Միացյալ Նահանգների դեղի գինը հավասարացնես ուրիշ երկրների դեղի գներին։ Ես չեմ կարող պատկերացնել, ով է այդ խորհուրդը տալիս Դոնալդ Թրամփին։ Ախր ինքն է ոնց որ թե բիզնեսմեն միլիարդատեր մարդ է, ոնց որ թե մի անգամ երկիր ղեկավար է, ոնց որ թե ինքը մասնագիտությամբ կենսագրությունում գրած է տնտեսագետ ֆինանսիստ։ Ոնց է պատկերացնում, որ ինքը կարող է որևէ էժան երկրի դեղի գնի համապատասխան Ամերիկայում դեղ վաճառի։ Ոնց է դա հնարավոր։ Ոչ միայն դու այդ գնով չես վաճառի, չես արտադրի Ամերիկայում, որովհետև Ամերիկայի կենսամակարդակը բարձր է, այդ դեղի գնի մեջ նստած է այդ ամբողջ բարձր կենսամակարդակի ամբողջ բեռը, աշխատողի սոցիալական երաշխիքները, առողջապահական երաշխիքները, այդ որակյալ ապրանքների գներն ու սպասարկումները, որոնք բավական թանկ է, որտեղ Ամերիկայում կենսամակարդակը բարձր է։ Չես կարող դու էժան դեղ արտադրել, հնարավոր չի դա։ Նույնիսկ եթե դու ուրիշ երկրից բերես էժան դեղ, դու չէ որ այդ ամբողջ ենթակառուցվածքը մինչև այդ դեղը կհասնի սպառողին, հիվանդին, բուժառուին։ Այդ ծախսերը Ամերիկայի գներով է սանելու, Ամերիկայի համակարգով է սանելու, դա հսկայական ռեսուրս է, միջոցները, բարձր աշխատավարձները եւ ամբողջ մի հատ համակարգ է։ Հոյ դեղը որևէ մեկը արտասահմանից, չգիտեմ, շպրտելու է հասնի ամեն մեկի տուն, հա, չի մտնելու Ամերիկայի տարածք եւ չի պատտվելու Ամերիկայի տարածքով։ Ոնց է հնարավոր մարդկանց խոստանալ, որ մենք ամենաէժան երկրի մակարդակով ուրեմն դա պետք է փոխհատուցես բյուջեից, փոխհատուցեցիր, դա փոխհատուցում ես որևէ մեկի գրպանից, այսինքն մեկին փող ես տալի, մյուսի հաշվին, սա ոչինչ էլ չարեցիր, իսկ ինչ գիտես, որ արդյոք արդար ես բաշխե։ Ես ուզում եմ, որ այս հարցում պարզապես օբյեկտիվորեն հասկանանք, հնարավոր չի, եթե նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենաբարձր կենսամակարդակը չունի աշխարհում, իրանից բարձր էլ կա, համախառն, մեկ շինչ ընկնող համախառն ներքին արդյունքի մակարդակով, բայց ժողովուրդ ջան, դու չես կարող համեմատել Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը Լյուքսեմբուրգի հետ կամ Սինգապուրի հետ։ Եթե դուք որևէ Իրան հարգող տնտեսագետի ասեք Ամերիկայի տնտեսությունը Լյուքսեմբուրգի հետ համեմատի, կասի հապուշ չես գնա քեզ համար ուրիշ գործով զբաղի։ Դրանք համադրելի չեն,
Որովհետև Լյուքսեմբուրգը քաղաք-պետություն է, Սինգապուրը նույնպես այդ մարդիկ լրիվ այլ տրամաբանությամբ են փող աշխատում, այլ ձևերով են անում, այլ ձևով են, ասենք, ներդրումային միջավայր ստեղծում, բանկային համակարգերով, արժեթղթերով, որոշակի հարցերով անում են, հասարակության կենսամակարդակ են բարձրացնում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման իրական հատվածը տնտեսության զարգացնելու հաշվին չի, որ նրա կենսամակարդակը բարձր է Միացյալ Նահանգներից։ Չի կարելի համեմատել դա, որպեսզի ասես հիմա տեսեք դե ուրիշ երկրներ է կենսամակարդակ, եթե քո կենսամակարդակը բարձր է, քո մոտ ապրանքը էժան լինել չի կարող, իսկ այն երկրները, որոնց հետ կարելի է Ամերիկան համադրելի համարել, ասենք վերցնես մոտարապես մի 10 գործոն եւ այդ 10 գործոնով ասես այ բնակչության թիվն էսքան, այ տարածքը էսքան, ռեսուրսներն էսքան, կոմունիկացիոն հնարավորությունները էսքան, այն երկրները, որի հետ կարելի է համադրել Ամերիկայի տնտեսությունը, նրանց կենսամակարդակը անգամներով ցածր է Ամերիկայից։ Ամերիկան իր կերպարով որպես պետություն, դա ունիկալ պետություն է։ Եթե նրա ղեկավարողները դա չեն հասկանում, ուզում են դա համեմատել, որպեսզի այ բերեք դեղերի գներն իջացնենք, էս անենք, համեմատենք սրա հետ, նրա հետ, եթե նրանք մինչև հիմա չեն հասկացել, որ ղեկավարում են մի ունիկալ պետություն, որի պարագայում պետք չի նախանձել մի օր ուզենալ Հռոմի պապը լինել, մի օր ուզենալ, չգիտես, Կիմ Չեն Ընը լինել, մի օր ուզենալ թագավորը լինել, ուղղակի ուզեցեք լինել Ամերիկայի նախագահ, ունիկալ պետության Ամերիկայի տնտեսությունը պետք է համեմատես ուրիշների հետ, որ հասկանաս, որ դա չի կարելի համեմատել։ Միայն դրա համար, դա միայն սկսնակ տնտեսագետներին է թույլ է տրվում Ամերիկայի տնտեսությունը որևէ մեկի հետ համեմատել, որովհետև այդ ֆենոմենը, որը ստեղծվել է երկու օվկիանոսով կտրված տարածքում, որ կարողացել են հասնել այս մակարդակի, այդ ֆենոմենը չի բացատրվում պարզունակ քայլերով։ Հենց պարզունակ քայլեր անում է շուրես գալիս մեզ ժողովուրդ, էս ինչ կատարվեց։ Ոնց որ թե ուզում մենք ինչ որ քայլեր անենք, մեզ վնաս եղավ, որովհետև այն քաղաքական կշիռը, այն ռազմական կշիռը, այն ազդեցությունը, որը ունի Ամերիկան, դրա վրա է կառուցած Ամերիկայի տնտեսությունը ժողովուրդ ջան, այս արտահայտությունը որևէ էժան երկրի հետ համեմատած դեղ արտադրել կամ ներմուծելուց հետ գնով վաճառել, Ամերիկան դա անել ուղղակի չի կա, եւ որևէ տնտեսագիտական լոգիկայով դա չի կարելի ուղղակի անել։ Իհարկե նորից եմ ասում, կարելի է ամեն ինչ անել, գները նվազեցնել, կամ կարելի է ամեն ինչ անել, կենսամակարդակը բարձրացնել, առաջանցիկ տեմպով զարգացնել, մարդիկ ստանան ավելի բարձր եկամուտներ, բայց չխեղդել տնտեսությունը։ Տնտեսությունը այդ այնց վերևից գինը նվազեցնելու ճանապարհը տնտեսությունը խեղդելու առաջի քայլն է։ Դա պարզապես նման քայլ անելու հետ կապված ուղղակի դա անգրագիտություն է, դա ոչ թե լավ է հասկանում կամ մոտեցումը ճիշտ գիտի, դա ուղղակի անգրագիտություն է, ժողովուրդ ջան։ Ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը մի հատ շուտ կգա կողք կգնայի, թե այս խորհուրդը իրան ով է տվել։ Գուցե լավ է հնչում, բայց դա չի կարողանալու անել։ Ուղղակի ասեցի մի պարզ պատճառով չի կարողա, որովհետև Ամերիկայի արտադրած ապրանքի գինն էլ չես կարող իջացնել, ասեցի ինչի, ներմուծվածն էլ չես կարող իջացնել, եթե դու պետք է դոտացիաներով ինչ-որ բանով արեցիր, դա էլ նորից անում ես բյուջեի հաշվին, հարկատուի հաշվին, այսինքն դրա մի մեծ էֆեկտ երբեք չի կարա ստեղծի։ Դրա համար սա ուղղակի հերթական պոպուլիստական հայտարարությունն է, մի քանի օր սպասենք, մի քանի օր հետո գուցե կվերանայի այս որոշումը, ինչպես այս ընթացքում վերանայել է մնացած բոլոր հարցերը, որի մասին խոսել ենք։ Իհարկե մի բան Facebook-ը հիշացրեց, բայց քանի որ ուղղակիորեն առնչվում է նաև այս մի քանի օրվա մեջ տես լայն սկանդալային քննարկված հայտնի անձնավորության հետ կապված Արծրուն Հովհաննիսյանի հետ կապված, որտեղ էլի դրան անդրադառնամ, երկու անգամ անդրադարձել են, բայց անընդհատ քննարկվում է, գրքերը բորբոքված, Facebook-ի այդ հիշացրած մասը կարդամ, կարճ ու մի հատ էլ բան ասեմ դրա ուղղությամբ։ Ուրեմն ինչ է ասում 12 մայիս 2021 թվական, 4 տարի առաջ։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, Արծրուն Հովհաննիսյանն էլ պետք է մոտենա, որպեսզի ամեն մեկն իր մեղքի չափով պատասխան տա։ Պատերազմի ավարտից կես տարի է անցել, բայց այդպես էլ չգիտենք, թե ով է մեղավոր, որ այն սկսվեց, ով էր մեղավոր, որ պարտվեցինք եւ ով էր մեղավոր, որ մեր պարտության արդյունքը նման խայտառակ հայտարարությամբ ավարտվեց։ Այն, որ թվարկածս 3 կետերի թիվ 1 մեղավորը Փաշինյանն է, կասկածից վեր է, ու բավարար ժամանակ ունեինք դրանում համոզվելու։
Իշխանություններն էլ բավարար ժամանակ ունեին մեզ հակառակում համոզելու, որ չկարողացան անել։ Բայց ինչպես կարող էր մի մարդ մեծ թվով ռազմական ու քաղաքական գործիչների համոզել, որ կամ պարտադրել, կատարել սխալ քայլեր, երբ հասկանում էին, որ մի քանի օր հետո արձանագրվելու էր խայտառակ պարտություն, ունենալու ենք մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ, կոտրվելու էր ողջ ազգի մարտական ոգին։ Արծրուն Հովհաննիսյանի մասին շատ են քննադատական խոսքեր հնչում, նա էլ փորձում է արդարանալ կամ իրեն մեղադրողներին մեղադրել։ Պատերազմի օրերին հիշում ենք, թե ինչպիսի կարևոր առաքելություն էր ստանձնել նա, որպես էքստրեմալ իրավիճակներում հանրության հետ աշխատելու հարցում փորձառու գործիչ։ Նրան անգամ համեմատում էին երկրորդ աշխարհամարտի ԽՍՀՄ պատերազմի սիմվոլներից մեկի Յուրի Լևիտանի հետ։ Երբ Ստալինին հարցրել են, թե երբ կլինի հաղթանակը, նա կատակով պատասխանել է, երբ կհայտարարի Լևիտանը։ Այդ պատմությունը ձեզ Արծրունին չի հիշեցնում։ Մի անգամ մեկն ասաց, արդեն չափն անցել են, Արծրունն ու Լևիտանն ուր, նկատի ունենալով, որ Հովհաննիսյանը շատ փոքր է, որ համեմատվի նրա հետ։ Իսկ ես հակադարձեցի, իհարկե Արծրունն ուր, Լևիտանն ուր։ Վերջինս ընդամենը տպավորիչ դիկցիայով ռադիոհաղորդավար էր, որ նստել էր փակ սենյակում, ինչ թուղթ տվել են, այն էլ կարդացել է։ Լևիտանի մասին է խոսքը։ Իսկ Արծրունը հայոց բանակի սպա էր, զենքին ու զինատեսակներին տիրապետող, հրաշալի իմացող մեր զորքի տեղաբաշխումները, զորաշարժերի նպատակներն ու մարտական առաջադրանքները։ Նա իր խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար պարբերաբար ասում էր, որ նոր եմ վերադարձել առաջնագծից ու իր աչքի տեսածն է ասում, որ հաղթելու ենք։ Ու երբ ասում են, թե Հիտլերն ասել էր, թե մենք հենց մտավ Մոսկվա, առաջինը Լևիտանին է սպանելու, քանի որ նրան է համարում իր թիվ 1 թշնամին, Ստալինը պատվավոր երկրորդ տեղում էր։ Լևիտանը կարող էր, չէ, իր տպավորիչ ձայնով ասել, թե իմ ֆյուրեր, Ադոլֆ Ալոիսովիչ ջան, ինչ ձեռս տվել են, դա եմ կարդացել, դու տուր, քո տեքստը կարդամ, ինչի ես սպանում։ Իսկ կարող է նույնն ասել Արծրուն Հովհաննիսյանը։ Իհարկե ոչ։ Նա այս խաբեբայ իշխանության մի մասնիկն էր, իսկ պատերազմի ժամանակ կարևորագույն մասնիկը։ Հիմա գոնե թող ԱՄՆ-ից ասի, այն ժամանակ գնացել էր ԱՄՆ, թե ով էր նրան ստիպել կամ գայթակղել, որ նման կերպ թյուրիմացության մեջ գցեր հանրությանը, կամ ինչու էր ինքը համաձայնվել դրան։ Իսկ թիվ 1 խաբեբան Փաշինյանը հրավիրում էր իր մոտ փակ հանդիպումների, ընդդիմության ներկայացուցիչներին ու նրանց հետ քննարկում պատերազմը դադարեցնելու հարցը։ Սա ինչ աբսուրդ է։ Անկախ նրանից, թե ընդդիմադիրներն ինչ կարծիք կհայտնեին, դու պետք է անես այն, ինչ ճիշտ ես գտնում, քանի որ իշխանությունն է ստանձնել երկիրը ղեկավարելու քաղաքական պատասխանատվությունը։ Իհարկե շարունակությունը չկարդամ բավական երկար էր, այսքան ուղղակի ուզեցի ձեզ ասեմ, իսկ Արծրունի հետ կապված որ շարունակվում էր այս թեմաները, մի անգամ նորից ասեմ, այ որ ինքը ներկայացնում էր, որ այո կար Գերտրուդա օպերացիա ամերիկանուներ եւ որի պարագայում ստեղծվելու էր անկախ Հայաստան եւ ընդեղից մտնելու են Թուրքիան մասնատելու են եւ այլ շատ մարդիկ էլ որ առաջի անգամ են այս ամեն ինչը լսում, մի ոգևորվել են, այ տեսնում եք ճիշտ է ասում եք, միամիտ ապրել ենք Այ անկախ Հայաստանը կվերականգնվեր, այս կլներ, այն կլներ, եթե, այսպես ասեմ, Արծրուն Հովհաննիսյանը ասել է մի բան, չի կարողացել ամբողջությամբ պարզաբանի, կարող էր հետո պարզաբանել, ասել գիտեք ինչ, ամբողջական չկարողացա ասեմ, բայց երբ որ փորձում են ամեն գնով նրա ասածը արդարացնել, Ժորժ ջան, ստիպված ենք նորից անդրադառնալ, իր ասածը ինչ է, ասում է Գերմանիան Ստալինգրադը վերցնելուց հետո մտնելու էր Կովկասը վերցներ Բայց ուշադրություն, իրան պետք էր Բաքուն, Ադրբեջանը, որտեվ նավթի համար իհարկե պետք էր, մնալու էր իր ազդեցության տակ։ Վրաստանը կոմունիկացիան առումով շատ հարմար էր, պարզա մնալու էր իր ազդեցության տակ, ոնց որ բոլոր երկրները, որը ինքը գրավել էր, եւ իր ազդեցության տակ էին։ Բայց չգիտես ինչու Հայաստանը դարձնելու էր անկախ։ Այդպես է հնչում, մարդը այդպես է ասել հանրայինի եթերում։ Այսինքն, եթե Հայաստանը նա օկուպացնելու էր Գերմանիան, ինչպես ենթադրենք մեր Բալթյան երկրներ, Ուկրաինա էր մտել, Բելարուս, այն ինչ անենք, մտել էր, օկուպացրել էր, բայց այդ երկրի ժողովուրդը, որոնք որ զորակոչվել էին կռիվ, բանակ,
Նրանք կռվում էին տարբեր ֆրոնտներում, ամեն ինչ նորմալ է, բայց ինքը այդպես է ներկայացնում, որ ոչ թե ինքը մտնելով Կովկաս, Կովկասից էլ մտնելու էր Թուրքիան վերցնել, Հայաստանը դառնալու էր անկախ եւ անկախ Հայաստանը պատերազմի մեջ էր մտնելու Գերմանիայի հետ միացած Թուրքիայի դեմ, անկախ Հայաստան, այսինքն դա Հայաստանի որոշումն էր, ոչ թե օկուպացված Հայաստանից էր մտնում Գերմանիան, որտեղ ինքը նշում է, որ անկախ Հայաստան էր ստեղծելու Գերմանիան։ Հիմա տեսեք ինչա ստացվում։ Մի հատ, ասենք, արծրունի խելք էլի, որ մարդիկ է ոգևորվել են։ Այսինքն դու հայտարարում ես Հայաստանին անկախ, Հայաստանը ու այդ ընթացքում Հայաստանից մտնում ես, Բուլղարիայից ես մտնում, Հայաստանից ես մտնում, Թուրքիան, որ Թուրքիան մասնատես։ Հիմա հարց Հայաստանից ով է մտնում։ Այդ ընթացքում Հայաստանից զորակոչվել էր 600,000 մարդ մոտավորապես կռվում էր Գերմանիայի դեմ տարբեր ճակատներում։ Ու այդ ընթացքում Հայաստանը հայտարարում են անկախ։ Այդ մարդիկ ինչ էին անելու։ Զենքը դրելու էին հետ էին գալու։ Ով էր նրանց թողելու։ Չգիտեք, որ NKVD-ն հետևից կանգնած հետեկող ցանկացածին խփում էր։ Իսկ լեգիոնն ինչից էր կազմավորված, լեգիոնը կազմավորված էր գերիներից։ Այսինքն հայերին չէին թողելու գերի ընկնի, որտեղ հենց գերի ընկավ գալու էր միանար հայկական լեգիոնին եւ կռվեր խորհրդային միության դեմ։ Ժողովուրդ, լրիվ եք խելքներդ գցել։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ այդ 600,000 մարդը իսկ ով է ասել, որ Ստալինգրադը եթե ընկներ, դրանից հետո խորհրդային միությունը կապիտուլյացիայի ակտ էր ստորագրելու։ Պատերազմը շարունակվելու էր, չէ՞։ Նույնիսկ եթե Ճապոնիան հարձակվեր, պատերազմը շարունակվելու էր։ Այսինքն պատերազմը շարունակվելու ընթացքում 600,000 հայ կռվում է գերմանացու դեմ, իսկ Հայաստանի Հանրապետությունը հռչակվում է անկախ եւ հայկական լեգիոնը գալիս է մի քանի հազար զինվորով, կռվում է գերմանացու հետ միասին դոր տարածքներ է գրավում։ Լուրջ եք ասում։ Թե Հայաստանում ով էր մնացել, որին նորից զորակոչեիր։ Այսինքն Հայաստանի դուք հասկանում եք դա ինչ է ասում ընդհանրապես։ Մի հատ խորացեք թե ասածները ինչ է ժողովուրդ ջան։ Եվ այս ձևով է հարցը, լավ չեմ խոսում նրա մասին, քանի տարի Գերմանիան կռվելուց հետո ի վերջո կպարտվեր կամ եթե նույնիսկ հաղթեր խորհրդային միությանը, ինչքան կդեվեր այդ հաղթանակը։ Դրանից հետո Գերմանիայի պարտվելուց հետո Հայաստանը ինչ վիճակում կհայտնվեր, որի զորքը մնացել է պատանդ, կռվում է Գերմանիայի դեմ, հետևը փագել են, ասել են առաջ կգնաս թե չէ դիգունքից կխփենք, գերի էլ չես ընկնելու, որովհետև մեր դեմ ես կռվելու։ Հայաստան պետությունը անկախ է, Հայաստան պետությունում կռվում են գերմանացու կողմից, Հայաստան պետության զինվորը գնացել է պատերազմ եւ կռվում է Գերմանիայի դեմ։ Ընդհանրապես դուք պատկերացնում եք, որ սենց աբսուրդ հնարավոր է։ Բայց ինչի է դա ասվում հանրայինի եթերով։ Եթե նույնիսկ Արծրուն Հովհաննիսյանը մի բան ճիշտ չի կարողացել ամբողջական անի, այդ կարգի հաղորդումները ուղիղ եթեր չեն, ձայնագրվում են։ Համապատասխան մարդիկ կարող են նային այդ խիստ կասկածելի բանը, որ ասում ես, որ դուրս ա գալի մենք գերմանացիների կողմից դա մեր որոշումն էր գերմանացիների կողմից, որտեղ մենք արդեն անկախ Հայաստան էինք ելնելու։ Մենք լինելով անկախ Հայաստան միանալու ենք Գերմանիայի եւ պատերազմ սկսեինք։ Այդ տեսեք սա, ոչ թե մենք ստիպված էինք, որովհետև Գերմանիան մեզ օկուպացրել էր, ինչպես բոլոր օկուպացված տարածքները պատերազում էին Գերմանիայի կողքին։ Ոչ, մենք անկախ էինք ու մենք կռվելու էինք։ Եվ սա ինչի համար է ասվում ժողովուրդ ջան։ Ինչի եք շարունակում մի աբսուրդ, բացի որ դա բանը պատմական անճշտություններ կա դրա մեջ, ինչի եք այս աբսուրդը շարունակում։ Նպատակը ձերը որն է, կարող եք բացատրել հասկանալ։ Կտրեիք այդ մասը հանեիք, եթե հասկացաք, որ իսկապես սխալ է եղել, կամ հետո պարզաբանեիք։ Դե ինչ լավ, դες շատ հոգնեցնեմ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։